Վերջին զանգը սերիալն արդեն վաղուց դադարել է լինել պարզապես պատմություն, այն վերածվել է իսկական հոգեբանական դրամայի, որտեղ ամեն հերոս ապրում է իր ներսի պատերազմը։ Պատերազմ անցյալի, սիրո ու ատելության, մեղքի ու ներողամտության միջև, իսկ վերջին դրվագների և հրապարակված կադրերի շնորհիվ պարզ է դառնում, որ ամեն ինչ ավելի է խորանում, բարդանում ու վերածվում ճակատագրի պայքարի։ Վերջին հրապարակված տեսանյութում, որն իսկական փոթորիկ է առաջացրել սոցցանցերում, Հենրին ու Սոսը հայտնվել են կռվի մեջ։ Հենրին, ում միշտ դիտողները տեսել են որպես ներդաշնակ, ռացիոնալ ու հավասարակշռված, կորցնում է ինքնատիրապետումը և նույնիսկ փորձում է ֆիզիկապես հարվածել Սոսին։ Սա պատահական չէ։ Հենրին արդեն բավական երկար ժամանակ ապրում է ներքին լարվածության մեջ։ Անգելինայի, իր անցյալի ու վերջապես Միքայելի ասած խեղաթյուրված ճշմարտությունների պատճառով։ Իսկ Սոսը կարծես ճշմարտության մարմնավորումն է, որի հայտնվելը փլուզում է ոչ միայն Միքայելի աշխարհի հիմքերը, այլ նույնիսկ Հենրիի հանգիստ գոյությունը։ Հենրիի սիրտը զգում է վտանգ, իսկ ուղեղը դեռ չի վերլուծում իրական պատկերը։ Այդ պատճառով նա արձագանքում է բնազդային, հարձակողական կերպով։ Մինչ այս ամենը տեղի է ունենում տղամարդկանց ճակատում, Լիլիթն ապրում է անընդհատ սարսափի ու տագնապի մեջ։ Նա վերադարձել է ընտանիքի հետ Հայաստան, բայց ոչ թե ոգևորվածությամբ, այլ վախեցած։ Լիլիթն առաջիններից մեկն է, ով հասկանում է, որ Սոսի վերադարձը միայն մեկ բան կարող է նշանակել՝ ճշմարտության պայթյուն, և այդ ճշմարտությունը կխորտակի իր ընտանիքը։ Նա խորը հոգով գիտակցում է, որ Աննան ու Սոսը դեռ կապ ունեն, ոչ ֆիզիկապես, ոչ երևույթային, այլ հոգով, հուշերով ու չլսված խոսքերով, և հենց այդ չասված խոսքերն են, որ ամենից ուժեղ կերպով սպառնում են նրա տարիներով կառուցած ընտանիքին։ Լիլիթն ապրում է ոչ միայն Սոսի վերադարձի վախով, այլ նաև Աննայի հանդեպ անվստահությամբ։ Նա այլևս վստահ չէ, որ իր ամուսինը շարունակելու է պատկանել իրեն։ Սոսին տեսնելու պահը Միքայելի համար դառնում է կյանքի ու մահվան սահմանագիծ։ Տարիներ շարունակ նա ապրել է մեղքի, ստի ու վախի տակ։ Նա համոզել է բոլորին, որ Սոսը մահացել է, նա նույնիսկ ինքն իրեն համոզել է, որ սպանել է Սոսին, և հիմա, այսքան տարի անց, Սոսի ողջ լինելը ոչ միայն հերքում է նրա ստերը, այլև վեր է հանում այն մութ ու խորը վախերը, որոնք նա թաղել էր ամենախորքերում։ Միքայելը դադարում է կառավարել իր վարքը։ Նա սկսում է բարձր խոսել, գոռալ, փակվել, խուսափել հարցերից, պահանջել լռություն նույնիսկ Աննայից։ Այս ամենը հստակ նշաններ են նրա, որ Միքայելը խելագարության շեմին է։ Նրա համար Սոսի վերադարձը ոչ թե պարզապես վտանգ է, այլ ճակատագրի վրեժը։ Միքայելը գիտի, Սոսը չգիտի միայն այն, ինչ նա չցանկացավ իմանալ, իսկ հիմա իմանալու է ամեն ինչ։ Եվ այս ամբողջ հոգեկան փոթորկի մեջ կա մի կերպար, ով սկսում է ամեն ինչ ընկալել ավելի սառնասրտորեն, դա անեծն է։ Նա դեռ ոչինչ բացահայտ չի ասում, բայց նրա հայացքը, ժպիտն ու լռությունն ամեն ինչ ասում է։ Նա հասկանում է, որ Սոսը արդեն հանդիպել է Միքայելին և Հենդոյին, վերջիններս խուճապի մեջ են, իսկ դա կարող է վերածվել աղետի բոլորի համար։ Վերջին զանգը սերիալը մոտենում է մի պահի, երբ հերոսներից ոչ ոք չի կարողանա թաքնվել ճշմարտությունից։ Սոսի վերադարձը սիմվոլիկ կերպով ներկայացնում է անցյալի վերադարձը, մի անցյալ, որը ոչ թե մոռացվել է, այլ խորը թաքցվել է ստի շերտերի տակ։ Այժմ այդ ստերը ճաք են տալիս։ Սոսը հանդիպում է Միքայելին, Հենրին փորձում է հարվածել Սոսին, Լիլիթը զգում է սեփական ընտանիքի կործանման վտանգը։ Եվ այս բախումների շարքում ամենադժվար բանը սերն է։ Արդյոք սերը կհաղթի ճշմարտության բացահայտմանը, թե ճշմարտությունն այնպես կցնցի հերոսներին, որ սերը պարզապես կվերանա։ Մնում է հետևել սերիալին ու սպասել, թե ինչպես է այս հուզումնալից պատմությունը հասնելու իր լարված ու անկանխատեսելի հանգուցալուծմանը։ Իսկ մինչ այդ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ամենահետաքրքիր տեղեկություններն առաջինը իմանալու հնարավորությունը և իհարկե տեղեկանալու նոր սերիալների, սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Նշենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ոչ մի տեսանյութ։ Շատ շուտով կբացահայտվի, թե ինչ է սպասվում հեռուստասերիալում։ Ավելի վաղ նշել էինք, որ Հենրին ձեռքեր է
զարգերծալած չի նստելու և ինչպես պարզ է դառնում նախորդ սերիայից, Հենրին անալիզներ է հանձնել, որից պարզ կդառնա արդյոք ինքն ու Անգելինան քույր ու եղբայր են, թե ոչ։ Նշենք, որ Դիանա Գրիգորյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, կազմակերպել էր հարց ու պատասխան, որի ընթացքում պատասխանել էր հետևորդների կողմից հաճախ տրվող հարցերին։ Հարցերից մեկն էլ Անգելինայի ու Հենրիի միասին լինելուն էր վերաբերվում։ Հեռուստասերիալի սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նշել էր, որ շատ շուտով Հենրին ու Անգելինան միասին կլինեն։ Դա ևս մեկ ապացույց է, որ ԴՆԹ-ի պատասխանը ոչ մի կերպ չի փոփոխվելու նաև այն պատճառով, որ Հենրին որոշել է թաքցնել այդ ամենը բոլորից, նույնիսկ Աննայից, և որոշել է ԴՆԹ անալիզ հանձնել։ Նա մի քանի սերիա առաջ իր կասկածները հայտնեց Աննային, նշելով, որ հավանաբար սա իր հոր հերթական ստերից մեկն է, հերթական կազմակերպած ինչ-որ խաղ, և բնականաբար Հենրին ձեռքերը ծալած չէր նստելու և հերթական անալիզներ հանձնելու, տեսնելու արդյոք հայրը ստում է, թե ճիշտ է։ Իսկ թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, կիմանաք, եթե հետևեք մեր ալիքին ու բաժանորդագրվեք, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաք գրել, թե որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն իմանալ։